Պակիստանն արգելափակել էր Հայաստանի, իսկ Հնդկաստանը Ադրբեջանի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցության դիմումները։ Այս տեղեկությունը հետևեց Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի պարզաբանումը, թե Շանհայի համագործակցության կազմակերպությունը բաց է գործընկեր պետությունների հետ երկխոսության, շփումների եւ փոխգործակցության համար։ Նուրլան Էրմեգբաևը ռուսական Իզվեստիային վստահեցրել է, որ կոնսենսուսի դեպքում կառույցը կընդունի այն երկրներին, որոնք կիսում են իրենց կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։ Սա ըստ էության Էրմեգբաևի պատասխանն է Երևանի եւ Բաքվի համար Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամակցության դռները փակ մնալու մասին հարցին։ Հաջիևը հայտարարել է, որ երկրի գլխավոր նպատակը Հարավային Կովկասը հակամարտությունների գոտուց վերածելն է համագործակցության տարածքի։ Նա ընդգծել է միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը, նշելով, որ Բաքվից մինչև Զանգելային երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026-ի կեսին։ Աշխատանքները ընթանում են նաև Զանգեզուրի 42 կիլոմետր հատվածում Ամերիկայի մասնակցությամբ, իսկ Նախիջևանում եւ Թուրքիայում իրականացվում են լրացուցիչ նախագծեր, ստեղծելու ինտեգրված տրանսպորտային միջանցք։ Հաջիևը հավելել է, որ չնայած տարածաշրջանային լարվածություններին Ադրբեջանը նպատակ ունի խթանել խաղաղությանը։ Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին։ Հիշեցնենք, Արարատ Միրզոյանը գտնվում է Նյու Յորքում, նա մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ը արդեն իրացրել է հավաստագիրը։ Հայաստանից արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 52.8%-ով, միևնույն ժամանակ հայկական ծագման ապրանքները 10.3%-ով ավելի շատ են հասել օտարերկրյա շուկաներ։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ըստ Հովհաննիսյանի արտահանման ծավալների նվազման պատճառը ոսկու, արծաթի եւ պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումն է։ Հունվար-հունիսին ապրանքների ներմուծումը նույնպես նվազել է արդեն շուրջ 38.6%-ով։ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումներով Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև տարեվերջ կմնա անփոփոխ։ Սեպտեմբերի 16-ի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75% մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ կենտրոնական բանկը նշում է, որ ներմուծվող ապրանքների գների բարձրացման եւ գնաճային ճնշման աճի ռիսկերը մեծացել են, դրանց թվում ներքին պահանջարկի ընդլայնման հաշվին։ Ինչ ճանապարհներ են կառուցվելու հաջորդ տարի, քանի դպրոց է վերանորոգվելու, որքան է կազմելու տարեցներին վճարվող կենսաթոշակը, պարզ է դարձել արդեն։ Համենայն դեպս ընդհանուր առմամբ հայտնի է, թե որքան գումար ենք վաստակելու հաջորդ տարի, որքան ենք ծախսելու եւ որ ամենակարևորն է, փողը որքան կպակասի մեր պլանավորածն իրականացնելու համար։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, Պետական պարտ կամախառն ներքին արդյունք հարաբերակցությունը կազմելու է 53.6%, մի խոսքով պակասող փողը, ինչպես միշտ պարտքով ենք վերցնելու, իսկ խոսքը մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլարի մասին է։ Արտաքին պարտքից սպասարկման համար դրա մեջ մտնում է տոկոսների մարումը եւ դրա մեջ մտնում է մայր գումարի որոշակի մարումներ, ծախսել է մոտավորապես 400 միլիարդ դրամ։ Հիմա այդ 400 միլիարդը ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունի մոտավորապես 500,000 մարդկանց թոշակները բարձրացնել։ Կենսաթոշակները հաջորդ տարվա բյուջեով մնալու են նույնը, աճ չի պլանավորվում։ Փոխարենը պլանավորվում է մեծ ծավալի շինարարական, ճանապարհաշինարարական աշխատանքներ, ծրագրերի ֆինանսավորում, սոցիալական, գիտական, կրթական եւ այլ ոլորտներում։ Գործադիրը ակադեմիական քաղաք նախագիծն է հիշում։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում, շարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ
զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ։ Այսինքն պետությունը ծախսում է գումարներ, ստեղծում է ենթակառուցվածքներ, որոնք այդպես էլ տարիներով չեն աշխատում։ Խոսքը առաջնահերթությունների մասին է, ինչի վրա էլ պլանավորվում է ծախսել գումարներ, որոնք չենք վաստակելու, ըստ այդմ որքան պակասորդ ենք ունենալու գալիք տարում։ Առողջապահության ապահովության պահովիզս վստահեցնում է, որ տարվա ընթացքում կպարզվի, որ հնարավորությունները ճիշտ չեն հաշվարկել ու դա չի ներդրվելու։ Հայաստանի Հանրապետության բյուջետը պլանավորումը դարձել է ձեռքով կառավարվող ինչ-որ մի հատ գործընթաց։ Այդ ծրագրերի զգալի մասը այնտեղ դրած փողերով հանդերձ դրանք չեն կատարվում։ Այստեղ իհարկե հարց է առաջ գալիս, թե ինչպես է պետությունը պլանավորում լրացնել ֆինանսական միջոցների պակասը, որն ունենալու ենք հաջորդ տարի։ Հիշեցնենք, խոսքը գրեթե 1.5 միլիարդ դոլարի մասին է։ Հավանական է, որ պետությունը նորից բաժնետոմսեր թողարկի եւ վաճառի, որոնք վստահաբար կունենան բարձր տոկոսներ եւ կգրավեն միջազգային ֆինանսական խաղացողներին։ Հայաստանի Հանրապետությունը երբ որ 7.5%-ով պարտատոմսերը տեղաբաշխեց, ուրեմն այդ տարբերությունը 7.5-ի եւ 3.5-ի նույն Հունաստանի նույն օրը տեղ ունեցած տեղաբաշխման միջև որ համեմատում ենք, տարբերությունը 10 տարվա համար կազմում է $260 միլիոն։ Այդ $260 միլիոն բնականաբար գնացել է մի բրոկերային գրասենյակի օգնությամբ մի քանի ընտանիք ֆինանսական շնաձկերի։ Ըստ մասնագետների միջին վիճակագրական քաղաքացիներն իրենց մաշկի վրա բյուջեի պակասորթի ազդեցությունը զգալու են մանր-մունր հարկերի տուրքերի բարձրացման տեսքով։ Դրանք բարձրանալու են ոչ թե հենց քաղաքացիների, այլ բիզնեսի համար։ Բիզնեսն էլ ավելացած ծախսերը փոխհատուցելու համար բարձրացնելու է ապրանքների եւ ծառայությունների գները, որոնք էլ դուրս կգան քաղաքացու գրպանից։ Կառավարությունը դպրոցներին կխրախուսի ու լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի։ Աջակցությունը տրամադրելու են գնահատելով դպրոցների կատարողականը։ Գործընթացն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլը վերաբերում է բարձր կատարողական ունեցող դպրոցներին։ Սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում միայն ուսումնական հաստատությունը կկարողանա մասնակցել մրցույթին։ Դպրոցը պետք է ունենա կամավոր ատեստավորված ուսուցիչների 50%-ից ավելի ցուցանիշ, տարակարգ ունեցող ուսուցիչների 20%-ից ավելի ցուցանիշ, ամսվա լավագույն, տարվա լավագույն մրցույթների մասնակցություն, օլիմպիադաների տարբեր փուլերի մասնակցություն։ Կհայտարարվի մրցույթ, որին դպրոցները մասնակցության հայտ կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հիմքում ունենալով մեկ զարգացման նորարարական ծրագիր։ Ձևավորված հանձնաժողովը կընտրի մինչև 20 ուսումնական հաստատություն, յուրաքանչյուր դպրոցին աջակցությունը մինչև 10 միլիոն դրամ է։ Կարող է լինել օրինակ ինչ-որ առարկայի ծրագրի մշակում հետաքրքիր, որը նոր կլինի դպրոցի համար եւ օրինակ համայնքի կամ տվյալ բնակավայրի հետաքրքրություններից, կարիքներից կբխի, շատ բազմազան կարող են լինել։ Ծրագրի երկրորդ բաղադրիչը վերաբերում է ցածր կատարողական ունեցող դպրոցներին, որոնց դեպքում մրցույթ չի լինի, ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրելու եւ առանձնացնելու է կատարողականի նվազագույն ցուցանիշներ ունեցող 40 հաստատություն։ Այնուհետև իրականացվելու է արտաքին գնահատում եւ կառանձնացնեն այն դպրոցները, որոնք կստանան աջակցությունը մինչև 5 միլիոն դրամ։ Այս դպրոցների համար կազմվելու է զարգացման ծրագիր, հիմնվելով առկա բացերի ու խնդիրների վրա։ Իդեպ աջակցության ծրագրի երկու բաղադրիչով էլ չեն դիտարկվելու այն դպրոցները, որոնք ունեն 50-ից պակաս աշակերտ։ Սակայն աջակցության ծրագրում ընդգրկվելու չափանիշները կրթության փորձագետը միանշանակ չի ընդունում։ Եթե դպրոցը ունի 50 աշակերտ, դա դպրոցի մեղավորությունը չի, որ այդ գումարը չստանա։ Այսինքն, եթե դպրոցում տնօրենը պետք է զարգացման ծրագրի հետ կապված, կատարողականի հետ կապված իրանելը չեն անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցներ։ Եթե ինքը ինչ շեխ ունի, որ դպրոցը 50 աշակերտ ունի, իր կատարողականը նորմալ կատարում է, իր զարգացման ծրագրի կատարողականը, բայց ինչու՞ չպետք է ստանա աջակցություն։ Ոլորտի փորձագետի գնահատմամբ բարձր կատարողականով դպրոցների համատեքստում էլ ընտրված մոտեցումն ու չափանիշները կարող են դպրոցների միջև ստեղծել անառողջ մրցակցություն։
Կարող է մրցակցություն խթանել դպրոցների միջև, տնօրենների միջև։ Խթանելու արդյունքում կարող են ստիպեն, որ գնան ատեստավոր են, որպեսզի հետ չմնա կողքի դպրոցից, ասեն դպրոցը ունի հավելյալ միջոց ստացավ, ես էլ պետք է այդ ցուցանիշին հասնեմ, այդ ցուցանիշին հասնելու համար բառադրանք։ Փորձագետը հիշեցնում է, զարգացման ուղին պետք է անցնի հավասար հնարավորությունների տրամադրմամբ։ Կրթական բարեփոխումներում կարևոր է պահել հավասարակշռությունը, փոքր համայնքներում գործող, սակայն զարգացման ներուժ ունեցող դպրոցներին անտերության չմատնել։ Հայաստանը բավականին ցածր հորիզոնական է զբաղեցնում աշխարհում դատապարտված կամ կալանավորված անչափահասների թվով, սակայն սա անչափահասների մասնակցությամբ իրավախախտումների փոքր թվի հետևանքը չէ։ Պարզապես մեր երկրի դատաիրավական համակարգը ունի բավականին մեղմ վերաբերմունք իրավախախտ անչափահասների նկատմամբ, ինչը թերևս լավ է, քանի որ գաղութում հայտնված անչափահասը գրեթե 100% հավանականությամբ բռնելու է հանցավոր աշխարհի ճամփան։ Մյուս կողմից տարեցտարի աճում են երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը, այդ թվում հենց տարեկիցների բռնությունների։ Վիճակագրությունը կազմում է քննչական կոմիտեն եւ դրանում ընդգրկվում են միայն այն դեպքերը, որոնք որակվել են որպես հանցագործություն։ Եթե 2017 թվականին մենք ունեինք 265 քրեական վարույթ երեխաների նկատմամբ բռնության դեպքերով, ապա 18 թվականին արդեն 317, 19 թվականին 360, 2020 թվականին ունեցել ենք նվազում, դա 328-ն է, այսինքն COVID-ով պայմանավորված, երբ որ երեխաների միկրոսոցիալական միջավայրը փոխվեց, երեխաները չէին գնում դպրոց, բակ եւ այլ պայմաններ, այդտեղ նվազում ունեցան։ Վիճակագրական պատկերը հաջորդ տարիներին ավելի է վատանում։ Պատճառներից մեկն այն է, որ քրեական օրենսգրքի փոփոխություններով ավելի շատ արարքներ են որակվել որպես հանցագործություն։ 21 թվականին 340 քրեական վարույթ, 22-ին 545, 23-ին 1159, 2024-ին 1476 եւ այս թվականի առաջին կիսամյակում արդեն մենք ունենք 1011 քրեական վարույթ։ Այսինքն այն, որ դիմելիությունը եւ դեպքերի աճը մեր մոտ ակնհայտ է, դա միանշանակ է։ Հարց է առաջանում, որն է երեխաների նկատմամբ բռնության նման աճի պատճառը։ Երեխաների միջանձնային խնդիրների աճ ֆիքսում են նաև ոլորտի երկարամյա մասնագետները։ Վերջի տարիներին տեսնում ենք ագրեսիա աճ երեխաների մեջ, ագրեսիվ վարքի աճ, անհանդուրժողություն միմյանց հանդեպ, փոքր մի բանից կռիվ սարքելու, թեկուզ ինչու ինձ այդպես նայեցի, ինչպես այդպես իրեմ ինձ կպար եւ այլն։ Այս խնդիրը բազմաշերտ է։ Այս խնդիրը բազմաշերտ է, առաջին տեղում մասնագետների տեսանկյունից մեդիան է։ Այն ամենը, ինչը հեռուստացույցի, համակարգչի եւ սմարթֆոնների էկրաններից է հորդում։ Երկրորդ տեղում ընտանիքն ու շրջապատն են, որոնք իրենց պահանջներն են թելադրում երեխային։ Մեծ հաշվով հնարավոր չէ ունենալ ագրեսիվ ու անհանդուրժող հանրություն եւ միաժամանակ ցիվիլ հանդարտ երեխաներ։ Մեկը մյուսի արտապատկերն է։ Թեկուզ նա խորհրդարանում հանդուրժում են արդյոք իրար, օր չի լինում, որ մենք սպանության կամ ինչ-որ մի բանի այսպեսի հետքեր չլսենք։ Բնական է, որ դա աճ է ունենալու նաև երեխաների մեջ, որտեղ այդ երեխաները ընդօրինակում են մեծահասակների կամ միածնտանեկան մոդելը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար զեկույցներ է հրապարակում, որոնցում մատնանշում է այն բացերը, որոնք առկա են տարբեր համակարգերում, որոնց պատճառով էլ երեխաների դեմ բռնությունների կանխարգելումը որոշ դեպքերում անարդյունավետ է լինում։ Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների հետ առնչվող մասնագետների մի մաս բռնության նշանները ճանաչելու եւ արձագանքելու հետ կապված խնդիրներ ունի, հատկապես վաղ փուլում հայտնաբերման մասին է խոսքը։ Երեխաների բռնության կանխարգելման կարևորագույն օղակներից մեկը պետք է լինի դպրոցը, որտեղ պետք է լինեն անհրաժեշտ գիտելիքներով մասնագետներ, որոնք ժամանակին կֆիքսեն հնարավոր կոնֆլիկտները եւ թույլ չեն տա, որ բանը հասնի ողբերգության։ Գոյություն ունի ուղեցույց բռնության դեպքերի կանխարգելման, արձագանքման ու բացահայտման նվիրված։ Ուղեցույցով նաև սահմանված է պատասխանատու անձ, որը այս տեսանկյունի կանխարգելումն իրականացնում է հենց այդ պատասխանատու անձը։ Մեր մշտադիտարկման արդյունքները ցավոք սրտի ցույց են տալիս, որ ոչ բոլոր հաստատություններում դրանք կան։ Բավարար է հիշել տարվա ընթացքում քանի դանակահարություն եւ ծեծ է արձանագրվում երեխաների մասնակցությամբ, որպեսզի հասկանանք, որ այստեղ շտապ քայլերի կարիք կա։ Հակառակ դեպքում երեխաների բռնության դեպքով հարուցված քրեական գործերին վերաբերող տխուր վիճակագրությունը գալիք տարիներին եւս կշարունակի վատանալ։ Այս օրերին նորից վերհիշում են 2020-ը, 22-ը եւ 23-ը, երբ բաց թողնված կոպտագույն սխալների հետևանքով ունեցանք մարդկային եւ տարածքային ահռելի կորուստներ եւ ստեղծվեցին գոյաբանական խնդիրներ հայ ժողովրդի համար։ Թույլ տված բաց թողումները միայն դիվանագիտական եւ մարտական դաշտերում չէին, կիբերտիրույթում այդ օրերին եւս ահռելի խնդիրների հայտ եկան, որոնք ժամանակին ֆիքսել էին թշնամական հաքերային խմբերը եւ կարողացել կոտրել կարևոր պետական համակարգերն ու հափշտակել մեծ քանակությամբ
Մարտնի տեղեկություն։ Թշնամական կիբերզորքերի առաջխաղացումը կանխելու համար նախորդ տարիներին մշակվել եւ ի վերջո խորհրդարան է հասել օրենքների մի փաթեթ, որի նպատակը Հայաստանի կիբերտիրույթի պաշտպանությունն է։ Ենթադրվում է, որ ստեղծվելու են նոր կարգավորումներ եւ գործիքներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենալու սովորական քաղաքացիների վրա։ Ստեղծվելու է նաեւ հատուկ մարմին, որը համակարգելու է այս դաշտը։ Անկախ մարմնի գաղափարի մասով, այնուամենայնիվ ինչ գործառույթներ են, որոնք որ կառավարությունը ի վիճակի չի անելու, դրա համար է անհրաժեշտությունը առաջանում։ Կառավարությունը համարում է, որ պետք է տրամադրի այս կառույցին ամենաբարձր կարգավիճակը, հաշվի առնելով, որ կիբերպաշտպանվածությունը կառավարության համար կարևորագույն առանձնահատկություններից մեկն է, կարևորագույն ներողություն առաջնահերթություններից մեկն է հանդիսանում։ Մասնագետները սակայն նոր ստեղծվելիք մարմնի մասով ունեն մի շարք հարցեր։ Ինքնավար մարմնին ով է վերահսկելու, տարեկան հաշվետվությունները խորհրդարանին վերահսկողություն չէ։ Ինքնավար մարմինը դառնում է միաժամանակ կանոններ սահմանող, այդ կանոններն իրականացնող, իրականացումը ստուգող, խախտումները արձանագրող եւ պատիժ ներկայացնող։ Ինչ գործառույթներ պետք է իրականացնի այդ մարմինը։ Այս սա մեր համար անհասկանալի է, որովհետեւ կիբերանվտանգությունը մենք գիտենք ինչ է, իսկ տեղեկատվական համակարգեր ասելով ինչ որ ձևով դա կարող է վերաբերել նաև բովանդակությանը։ Տեղեկատվական համակարգեր կարելի է դիտարկել ցանկացած սոցիալական ցանց։ Դեռ տարիներ առաջ, երբ քննարկվում էր կիբերանվտանգության պաշտպանությունն իրականացնող մարմնի ստեղծման հարցը, մասնագետները ունեին մտավախություն, որ այն կարող է դառնալ քաղաքասարակության վերահսկման գործիք եւ համեմատում էին ռուսական Ռոսկոմնոձորի հետ, որը հնարավոր է ստանա համացանցում տարբեր ռեսուրսներ եւ գործիքներ արգելափակելու իրավունքներ։ Մի կողմից դա հասկանալի է, հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ տեղավորվում է օրինակ տարբեր ապատեղեկատվություն տարածող հարթակների արգելափակումը, մյուս կողմից թեման պարունակում է նաև քաղաքական ենթատեքստ։ Սա ոչ միայն Հայաստանի հարց, համաշխարհային հարց է։ Գիտեք, այս TikTok-ի պատմությունը չինական ընկերություն է, որը որ գործում է Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների կառավարությունը հիմա ջանքեր է ձեռնարկում, որպեսզի իր կառավարման տակ տեսնի։ Միայն կառավարության կողմից, այսպես ասած, Հանձնաժողովի անդամի նախագահի տեխնացուների առաջադրումը արդեն փշրում է այդ ինքնավարության գաղափարը։ Առաջադրման իրավունքը, եթե մենք ուզում ենք լայն սպեկտր վերցնենք, չթողենք միայն կառավարությանը։ Եթե այդպես է, այդ դեպքում այս մարմնի ստեղծումն անիմաստ է, թող կառավարությունը հենց ինքն էլ կրի այդ պատասխանատվությունը։ Կիբերանվտանգության ոլորտում Հայաստանը գալիք տարիներին ստիպված է լինելու դիմագրավել մի շարք էական մարտահրավերների։ Տարատեսակ համաձայնագրերի ցանկախ Ադրբեջանը նախորդ տարի Բաքվում հիմնել է կիբերանվտանգության կենտրոն, որտեղ որպես ուսուցանող եւ ուղղորդող կազմ ներգրավված են մասնագետներ Իսրայելի հատուկ ծառայություններից։ Գյուղատնտեսության համար սեպտեմբերն ավարտվում է ոչ լավատեսական հեռանկարներով։ Օհանավանի եւ Կարբիի այգիներում բերքը հասունացել է, բայց արդյոք կա շուկա խնձորի, բալից, Իրանի համար։ Տեղական շուկան արդեն սպառված է, իսկ արտահանման ուղին Ռուսաստանի սահմանով շարունակում է մնալ խնդիրներով։ Այս շրջանում ապրուստի հիմնական միջոցը այգեգործությունն է։ Մարդիկ տարիներ շարունակ մշակել են հողը խնամելով խնձորենիներ, բալենիներ, ծիրանենիներ, սակայն խնձորի իրացման խնդիրները կանգնած են գյուղացու դիմաց ավելի կոշտ, քան երբևէ։ Տարի ա եղել խնձորը թափել ենք։ Ընդհանուր հիմնականում մեր շուկան Ռուսաստանն է։ Գյուղացիները ունենք, ասենք, հեկտարներով խնձոր ունեցողներ կան։ Մշակում են այսօր ձեռ չի տալի։ Մշակում են, մարդիկ չգիտեն մշակեն, թե չմշակեն, ուղղակի ափսոսներն ա գալիս թողեն չորանը։ Մթերքի մեծ մասը արտահանվում է Ռուսաստան, իսկ երբ Լարսի ճանապարհը փակվում է, ապրանքը պարզապես մնում է հողում։ Այս տարի կարկուտն էլ իր գործն արեց, վնասելով բերքը, բայց նույնիսկ այնինչ փրկվել է, չի վաճառվում։ Աջակցություն չենք ստանում ոչ մի բանից։ Կարկուտը մի կողմից է ջարդում, ոչ մի աջակցություն, պարտանյութը թանկ, դեղերը թանկ, գյուղացու խնդիրը արտահանելն է, սպառելն է, աճեցնելը մի խնդիր է, սպառելը երկրորդ, ավելի դժվար։ Եթե Ռուսաստանի շուկան չբացվի, դարձի փակ մնա, գյուղացու ապրանքները մնալու է։ Գյուղոլորտի փորձագետը վստահեցնում է, արտահանման խնդիրը առաջացել է ոչ ճիշտ դիվանագիտական քայլերի պատճառով, եւ Ռուսաստանը փափուկ ուժ է կիրառում։ Այդ դեպքում ինչ պետք է անի պետությունը։ Պետությունը որպես պետություն հանդես գա ճիշտ
արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության մեկը չի, որ մեկն ասենք։ Իսկ արհեստական լարելը, արհեստական մեսիջներ ուղարկելը, փոխանակ հաշտեցնել, փապկացնել, հարցին լուծում տալ, նորից փակա ճանապարհը Ռուսաստանի Դաշնություն, մենք կտանենք Եվրոմիություն։ Դե հիմա խնդրեմ Կարբեցին ու Ավանավանցին ո՞նց է տանելու Եվրոմիություն։ Ոչ լաբորատորիա կա, ոչ համապատասխան հավաստագրման կարգ կա։ Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձավ հարցին, արդյոք խնդիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև է, թե արտահանող ընկերությունների։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև որևէ խնդրեմ ու խնդիր չկա։ Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, մեր արտահանումը շատ բարձր մակարդակի է եւ տնտեսական մասում մենք որևէ խոչընդոտ չունենք։ Գյուղացիներն այս պահին սպասում են, ինչ լուծում կտան պետական կառույցները, արդյոք շուկան կբացվի, թե մրգի հերթական սեզոնը կավարտվի, հողի բերքը առանց հասցեատիրոջ թողնելով։